ով կընտրվի վարչապետ վերջնական ասում եմ Եվ հավանականությունը շատ է, եւ այդպես էլ ես գիտեմ, որ իրանք կհաղթեն, այո։ Քոչարյան կամ Կարապետյան, եթե իրենք են ընտրվելու, ինչ ասում են տեզերքն անում, եթե տեզերքը թույլ է տալի, որ Վարչապետի աստղաբանական քարտեզում իշխանության կորուստ տեսնում եք։ Բայց իրար խփել կլինի։ Հիմա մեզ վերելք է սպասվում, լույս ու հաջողություն է սպասում։ Կա վտանգ, որ ընտրություններից հետո հասարակական լարվածությունը դուրս գա վերահսկողությունից։ Գնալու է դրան։ Այդ Կրեմլը ամեն ինչ անել, ընդեղից հրամանա գալի ալեք ամեն ինչ, որպեսզի սա փլուզվի։ Բայց սուտ է։ Ասում եմ, կա որևէ տեխնացու, որը կկարողանա Ալիևի բերանը փակել։ Ես չեմ տեսնում այդպես բան։ Տես տեխնացու չեք տեսնում։ Ինչ որ մեկը, որ պետք է Ալիևին ասի, սուսվնա բերանը փակի։ Վերջնականապես ասում եք։ Վերջնական ասում եմ, որ ընտրությունը իր կողմն է լինելու։ Դուք տեսնում եք իշխանության անսպասելի փլուզման սցենար։ Ասում է հիմա պետք է ինքը գնա սեռափոխություն արի կնոջ հետ ու երկիրը փոխի։ Ես հավատամ այդ աստղաբանին։ Սպասում ենք ամբողջ հայոց աշխարհը համայն հայություն խառնված իրար այդ արշավները, թեզերը, գորգռոցները, հայանքները, իրար փնովելը, իրար անիծելը, կուսակցության ղեկավարները մեկին ինչքան այնտեղ բառապաշարվածներ հանեցին դուրս, որ ընդունելի չի եւ իրանց դաստիարակություն։ Նա ասում էր նրա պատասխանը տալիս է։ Ոչ ոք չէր լռում։ Հիմա ով կընտրվի, եսի մեջում էլ գրեցի, արժանին է ընտրվելու։ Ես չեմ ուզում, որ դուք ժողովուրդը ում կողմը, որ չեմ ուզում ասեմ վաճառվածներ, չեմ ուզում ասեմ դավաճաններ, ես ուղղակի կասեմ չմտածող մարդիկ, ովքեր խորը չեն մտածել։ Ու պատմության մեջ էլ այդպես կա, ով գնացել է հետ չի գալու։ Դուք արդեն մտածեք ինչի նկատի ունեմ, որտեղ դա անցած էտապ է։ Չի կարելի այդ կուսակցությունների ղեկավարները շատ էին իրար փնովում։ Ով ինչ այնտեղ բառապաշարուներ, ինչ ասես իրար ասեցին ու բոլորը սկսեցին իրար պատասխան տալ։ Ոնց որ ժողովուրդն ասում, ոչ մեկը խոսքի տակ չէր մնում։ Իսկ ով էլ վարչապետի տեղը լինի, չգիտեմ ավելի բետար ինչեր կաներ, որտեղ այդ մարդն էլ չէր դիմանում։ Այդքան մարդկանց, այդքան ինչ ընտրված է, հետո այն օրվանից անեծքների ու ամեն ինչի տակ իր ընտանիքը ընկավ։ Ու դեռ շարունակվում է։ Դա մեր ազգի կուլտուրան է եւ թշնամուն էլ դրանով մենք ուրախացնում ենք։ Ոչ մի ղեկավարին հարկավոր չի փնովել, որտեղ ինքները ձեզ ճիշտ եք զգում ու արած աշխատանքը անցյալը չէ, աշխատանքը հիմա է։ Դուք հիմա տեսեք երկիր ինչ վիճակում է, ինչն է լավ դրական։ Այդա տեսեք, ոչ թե այն ժամանակ մենք էսպես ենք, այն ժամանակ կահի մեջ ենք ապրել։ Ես իմ տունս որ կորցել եմ, այն ժամանակվանն է եղել, այն ժամանակվա կաշառակերությունից եղել ոչ միայն ես։ Հյուսիսային պողոտայից սկսեք, որ մեր դասարանցիներն են, այնտեղ աղագին մարդել մահացավ։ Էդ էլ այն ժամանակվանն էր, որ այդ կանան ձեռով բռնի ուժով են բույվել տղաները գալի քաշում են, կադրեր ամբողջ կա։ Էդ էլ այն ժամանակվան, այդ ամեն ինչը մոռացել է։ Հիմա խաղաղ հանգիստ է։ Ինչ ես կուզեի ավելի կարևոր ասել, այս հիբրիդային պատերազմը որ կա, ու դա կա, ու դա հիմնականը ռուսական, այդքան որ միշտ կրկնում եմ ռուսական ագենտուրան շատ լավ է աշխատում, շատ լավ ու այստեղ էլ կան ամեն ինչ անում են Հայաստանի պետականությունը կորցնելու, որպեսզի սարքեն իրենց ստրուկը ոնց որ եղել է 200 տարի։ Այս բանը պետք է մարդիկ հասկանան։ Եվ մի հրաշալի տղա է, որը բացել է այդ, ինչ ասեմ, ընկերություն, կազմակերպություն,
Ես լսեցի եւ իմ մեջն էլ դրել եմ, կարող եք լսել, ես անդադ այդտեղ կտարածեմ իրեն, որտեվ շատ հավանեցի եւ տեսեք ինչ հետաքրքիր միտքեր ասել։ Այդ մարդիկ հիմնական աշխատում են անգրագետների, տգետների վրա, որտեղ նրանց շատ հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել։ Ու այդ պատերազմը հենց մանիպուլյացիան է։ Այդ մեր ժողովրդի այդ մանիպուլյացիան ամ դեսինֆորմացիաները միջև անգամ են 300,000 որ թուրքեր են գալու, էլի դրանց հնարածն է, ադրբեջանցիք են գալու, ինչքան կեղծիքներ կա, ամբողջ է դրանց հնարածը, ուսես տարածում են, փաստաթղթեր են հանում ղեկավարության կուսակցություններին, նրանք էլ են տարածում, որ գիտեն դա ճիշտ է, այդպես չի, ժողովուրդ ջան, տեսեք ձեզ ինչ եմ ասում վերջնական, որտեղ այս ընտրությունից հետո նախ ամսի 7-ը լավ օր է, ինքը դրական օր է, վաղն էլ ամսի 8-ը, դա էլ է լավ որ դրական համարվում, այնտեղ վեներան դեղ հետաքրքիր սիրո մոլորակներն են գտնում ու դա լավ է, ու կընտրվի արդեն տեզերքի կողմից, որտեղ 24 թվականի նոյեմբերի 5-ից հետո վերջապես Պլուտոն մոլորակը բաց թողեց այդ եղջյունի, որ դա մենք ենք, որ շատ երկար տարիներ, մինչև 20 թվական է դավադրության պատերազմը, որ եղավ, դրանից առաջ էլ երկրաշարժից կանք շատ հեռու չգնանք, երկրաշարժ, Ղարաբաղյան պատերազմ, ինչքան սով, ամեն ինչ եղել է մարդկանց մեր հայ ժողովուրդ, ինչքան վատ բաներ եղել, բայց մեր ժողովուրդը դիմացավ ու չչարացավ, մենք ամեն ինչի դիմացանք, այդ լույս, ջուր, գազ, ոչինչ մենք չունենք, բայց հարսանիք են անում, երեխաներ են ծնվում, զակատ էին անում, այնպես որ եթե Ռուսաստանը փակում է, Կրեմլը, եթե փակում է ճանապարհը, որ առևտուր չլինի, թող իր չարությունն անի, եթե մեկի ձեր ուղեղներն աշխատացնեք, կտեսնեք, որ ինքը վախեցած է, ինքը վառված է, ինքը իրան շատ վատ ազգում, դրանով իր արևի մեզ պատժում է։ Դե որ վախկոտ է, որ հավատում է այդ ամեն ինչի, ուզում է ինքը ստրուկ լինի, թող իր ասածներից վախենա, ոչինչ բանել ու կամ ինչ էր այն մարդը մտավ իր ջերմոցը ծաղիկները ջարդեց, որ ինչ, ում ես դու դրանով վատություն անում։ Իսկ այնտեղ մի ելակ վաճառողն ասում է, ոչինչ, թող անի, ոչինչ։ Ինչ ուզում է թող Պուտինն անի, հիմա ճանապարհները բացվում են, եթե այն մի տեղը փակա, այս մի տեղը բացվելու է։ Ով կընտրվի վարչապետ վերջնական ասում եմ, քանի որ Պլուտոնը բաց թողեց արդեն դաժան մոլորակը իմիջալոց այդ եղջյուրին, արդեն Հայաստանը գնում է դրական վիճակ եւ այս ամենը գալիս է ոչ թե մարդու կողմից, այլ տեզերքի կողմից։ Այո, մեր ազգը օրհնված ազգ է, բայց նաեւ կողքից անիծված, որտեղ մենք ենք մեզ անիծում, ոչ թե տեզերքն է անիծում։ Այդ էգրեգորն է մեր մարդկանց չար մտքերի, որ գնացել է վերև, հետա եկե ու հարվածները խփում է, դա տարիներ է, դա հիմա չի։ Սա միջև 20 թվականը, ուղղակի 20 թվականը, որ 10-19 տարեկան տղաներ այդ Կարմիչեսկի տարիք էր համարվում, ամեն 10-19 տարի մեկ այդ փոփոխությունները տալիս է, հիմա մեզ վերելք է սպասվում, լույս ու հաջողություն է սպասվում եւ խաղաղություն իրոք կա։ Ու ես չեմ կարողանում հասկանալ ուրիշ էլի սևի պետք է լինի խաղաղություն։ Ասում են խաղաղություն ենք ուզում կա, բողոքում են, բայց նրանց որ մասն է բողոքում։ Այն հիբրիդների մեջի մասն է բողոքում, որ ուղեղները կեսը դարմանա, այն կեսն էլ ինչա մտածում չգիտեմ, անբավարարվածների։ Աստղաբանական հաշվարկներով հիմա մոլորակների ավելի լավ դասավորվածությունը գնում է գործող իշխանության կողմը եւ հավանականությունը շատ է եւ այդպես էլ ես գիտեմ որ իրանք կհաղթեն այո եւ այնտեղ են մյուս կուսակցություններից այնտեղ որ ասում են սա կհաղթի նա կհաղթի չկա այնտեղ հաղթանակներ ես չեմ ուզում անվանական ասեմ ինքներդ կտեսնեք շատերը չեն հաղթի բայց մի կուսակցության նախ ասեմ ով նախկին անցյալը չի գալու առաջ այդ միանշանակ եմ ասում բայց որոշ մաս պարլամենտ կմտնի ինքներդ կտեսնեք որոնք միայն չխանգարեն ոնց որ եղել է այս անգամ այս ընդդիմությունն արեց որ միայն գոռում են ու պախարակում են բայց ոչինչ չեն անում Մենակ դա Աստված, եթե իրոք մտածում են հայրենիքի, Հայաստանը, եթե իրոք այդքան պայքարներից հետո իրանք ճառեր ասեցին կկանք, այս կանենք, այն կանենք,
միան չխանգարեն իրար չխանգարեն, թողներ որ իրոք երկիրը գնա առաջ, որտեվ ես տեսել եմ ով որ ու ոչ միայն ես, Ալբերտ Աստղաբանին գիտեք արդեն, մենք միասին շատ ենք խորհրդած։ Ես ոչ մեկին չեմ հավատում, ձեզ նախորդ ասեմ։ Ոչ մի Աստղաբանի, ոչ մի կուշակի չեմ հավատում, որտեվ տարբեր բաներ են խոսում։ Ով Հայաստանը կտանի ծաղկունքի, վերևից ընտրված, ով որ իրոք հավատքով է դեպի առ Աստված, իրոք առաքելական եկեղեցին է, ինքը հենց այդտեղ ոչ թե ասեն եկեղեցու դեմ է, եկեղեցու դեմ չի, այն այլ կընտրվի։ Եվ այստեղ մի բան ուզում եմ ասեմ, որտեղ ես լսում եմ շատ, չգիտեմ կուշակա թե Աստղաբանը, որ շատ եթե հանկարծ վարչապետն ընտրվի, դա երկար չի տևի։ Ես դրան չեմ հավատում։ Չեմ հավատում, որ իրան մար վատ կլինի, որտեղ մի մասից էլ լսում եմ, որ ամսյութին իրան վատ բան լելու, ինքը փախնելու է։ Այդպեսի բան էլ չի լինելու։ Եթե ես տեսել եմ, որ Հայաստանը գնալու է ծաղկունքի, Հայաստանի վիճակը գնալով լավանալու է, ամբողջ աշխարհը մեզ ճանաչելու է, ո՞նց կարող է պատահի, որ եթե վարչապետը ընտրվի, հիմա գործող, նա դուրս գա։ Ուրեմն այս ամբողջ ասածը սուտ է լինելու։ Եվ հետո, եթե վերցնենք Քոչարյան կամ Կարապետյան, եթե իրենք են ընտրվելու, ինչ ասում եմ, տեզերքն է անում, եթե տեզերքը թույլ է տալի, որ Հայաստանին այդ ղեկավարները պետք է տանեն առաջ ծաղկունքի լինի, բայց տրուկ չլինի, ուրեմն իրանք ընտրվեն, իրանք էլ կտանեն երկիրը խաղաղության եւ ամբողջ աշխարհը կճանաչի, բայց ես դա չեմ տեսել։ Տիկին Լուսիա, Նիկոլ Փաշինյանն ասաց, եթե գործող իշխանությունը չընտրվի, պատերազմ է լինելու։ Պատերազմի հավանականություն տեսնում եք։ Ոչ։ Այդ ես ընդունեցի էմոցիա, որպես երկվորակ, այսպես ոնց որ էմոցիայի մեջ այդ բանն ասեց, որտեվ ինքը մեկ-մեկ էլ չի դիմանում, էմոցիոնալ այնց բաներ կարող է ասել։ Չի լինելու այդպես բան։ Չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի չընտրվելու հավանականություն տեսնում եք։ Որպեսի չընտրվի, ոչ։ Ավելի հավանականությունը շատ է ընտրվելու։ Իսկ մյուս տեխնացուները Այդքան չէ։ Ասեցի մի կուսակցության, բայց Կարեն Կարապետյան, այդ ներողություն Սամվել Կարապետյան ես չեմ տեսնում, որպես ինքը դառնա վարչապետ։ Չեմ տեսնում։ Ես ինքը առույց է համաստեղությամբ հիմա հուլիսի 1-ից Յուպիտերը կլինի առույց, այդքան էլ իր մտլավ շրջան չի սկսվում։ Արդեն իր ընտանիքին վերաբերվող, իր ֆինանսներին, եթե ասում եք ինչ-որ բաներ ասեմ իրենց մասին, այդ եմ ասում, ինչը ցույց է տալիս։ Իր ընտանիքին վերաբերվող, իրենց առողջականի վերաբերվող, նա ամեն ինչ պետք է անի դիվանագիտորեն, որպես իր ընտանիքը պահպանի, որտեղ Կրեմլը շատ հարստացած այդ երկրում մեր հայերի հարստացած շատերը կգնան սնանկացման, շատերը կգնան սնանկացման եւ նրանք կվախենան միջև անգամ իրանց ընտանիքի համար։ Հետո շատ կալանավորներ են լինելու, շատերը կդատվեն։ Եվ այստեղ էլ կուզենամ ավելացնել, որ այդքան ասում են, որ վարչապետը ինչ ասես չարեց, խափեց ու ինչի սրան չբռնեց, ինչի նրան չբռնեց, այդ բռնելու հարցերը հիմա սկսվեց։ Ինչի է հիմա սկսվել են ժամանակ չի արվել, որովհետև Սատուրն մոլորակ գոյություն ունի, ինքը հիշողության մոլորակ է համարվում, դաժան, ինքը այդքան բարի էլ չի, 29 տարուկես, մոտ 30 տարի ինքը հիշում է։ Ու վերջապես փետրվարի, որքան հիշում եմ 13-14-15, ու ետրնդեզի ժամանակներն էր, վերջապես փոխվեց Սատուրնը արդեն մտավ Խոյ համաստեղություն, ու տարին էլ մեկն է, Խոյն էլ եսն է, ու սկսվեց պատիժների շրջանը հերթով։ Եւ ստրկական վիճակից է Սատուրնը թույլ տալի, որ մենք դուրս գանք, միջև անգամ ընտանիքներում դա էլ եմ ասել, որ կին տղամարդ իրար ստրուկ չլինեն, ստրկական վիճակ, ճորտատիրական բաները վերջապես վերանում է, ամեն մարդ իր մասին, էլ ուր մնաց պետությունը լինի ստրուկ ինչ-որ մի երկրի։ Եթե մենք հիմա Ռուսաստանի հետ հավասար գնացինք, իր հետ լինենք դաշնակից եղբայր աղբեր, մենք ճահիճ ենք գնալու, որտեղ Ռուսաստանը դեռ 20 տարի անկում է գնում։
Եվ ինֆորմացիաներ կային դեղի աստղաբանների, որ մեր մասին բաներ են ասում, էլ այդ հիբրիդներն են, ես անդրել եմ հիբրիդներ նրանց, խաբեությունները շատ է եւ շատերի մանիպուլյացիաները, դեսինֆորմացիաները, ագենտուրան այնտեղի շատ լավ աշխատում է մեր երկրի վրա։ Ու եթե մարդը պատմություն չգիտի, խորացված պատմությունն էլ է մեր խեղաթյուրված, շատ խեղաթյուրված է։ Այնքան հնությունները հայկական իրական բաներ հնից եկած դար դուրս գալու մեր մշակույթը, մեր կուլտուրան, որ մենք զարմանալու ենք, թե ինչեր ենք ունեցել։ Ու իրոք այդ ժամանակ մենք կտեսնենք իրոք, որ մեր պատմությունը խեղաթյուրվել է։ Ու գիր գրականություն դա էլ հուլիսի վերջերից է սկսվելու, որ գիտելիքի ժամանակաշրջանը արդեն ինքը թափ առնելու, նորագույն տեխնոլոգիաները ապրելի վերջից է սկսվել այդ ռոբոտային սիստեմները շատ լինելու, միջև անգամ այլ մոլորակայինների տիպի ինչ-որ բաներ է հայտնվելու, բայց դա այդքան այդպես չի, բայց այդ տեխնոլոգիայի շնորհիվ այդ ամենը չլինելու, ճիշտ ասած այդքան իմ դուրս դա չի գալի, ես դա չեմ հավանում, ինչի, որտեղ մարդկային շփումը վերջանում է, դա վատ է, մարդկային շփում իրար հետ, տան մեջ մարդիկ 4-5 հոգի նստած իրար հետ չեն խոսում, հեռախոսներն է, այդ լավ չի, առողջականի վիճակն էլ մարդկանց վրա կազդի, սեռական առումով եմ ասում, որտեղ վարակները շատ լինելու, սրտի հետ կապված ու ողնաշարի, ընտանիքների հետ կապված հարցեր լինելու, որ տան մեջ պարագլուխը տղամարդը հայրը պետք է երևա, որտեղ ծնող երեխա հարաբերությունն է եւ ուսումնադաստիարակչական ասեմ, այտենց բուհերին ու դպրոցներին ուսանողության գիտելիքները պետքա շատ ավելի աճի ու ինչն ավելի լավ ու դա խորհուրդ տրվում է, քանի որ ուրանը եկվորակում է դա ինֆորմացիաներն ու տեղեկատվություններն է սկսվելու օտար երկրների հետ, հատկապես եվրոպական առողջ երկրներ ու զարգացած երկրներ հետ, որպեսզի մենք այդտեղից բերենք ֆինանսներով բարձր դասախոսներ։ Վարչապետի աստղաբանական քարտեզում իշխանության կորուստ տեսնում եք։ Ոչ, վարչապետին իշխանության կորուստ չի տալիս եւ նա դեռ կղեկավարի, բայց նախորոք ասեմ, որ հանգիստ չեն թողնելու, որտեղ իր մոլորակները հիմա իրոք պաշտպանված է ինքը վերևից, ոչ մեկի կողմից պաշտպանված չի, ոչ մեկի, այս ժողովուրդը, որ անդադ ասում է վարչապետ, այդ ֆիզիկական է, բայց տեզերքի ուժն է ավելի ուժեղ համարվում, ինքը վերևից պաշտպանված է համարվում, պաշտպանված, ու որ երկիրը վերջապես ինքը բերի նրան, ինչը որ իրոք մեր ժողովուրդն ուզում է, դրսից շատ կգան մեզ մոտ մարդիկ, հատկապես եվրոպական երկրներից շատ կգան, փող կլցվի մեր Հայաստանում, ինչի համար դրսից կգան, օտարազգիները կգան շատ, որտեղ իրենց երկրում լավ բաներ չի սպասվում, երկնային աղետներ եվրոպական, հատկապես Իտալիայի, այնտեղ երկրաշարժներ շատ են լինելու, երկնային աղետներ Ռուսաստանում, Մոսկվայում էլ կա, միջև անգամ ձյուն կգա Աֆրիկայում։ Տիկին Լուսիա, կա վտանգ, որ ընտրություններից հետո երկրում ներքաղաքական ցնցումներ կլինեն։ Այդքան էլ ոչ, որտեղ մի քիչ ոստիկանությանն եմ խղճում, մի քիչ բախումներ կարող լինեն, բայց սարսափելի չի։ Այո, մյուս ուժերը պատրաստվում են ինչ-որ մի բան անեն, դա երևացել է, բայց այդպես սարսափելի չի։ Կալանավորվողներ շատ կլինեն։ Տիկին Լուսիա, կա մի բան, որ տեսնում եք, բայց վախենում եք բարձրաձայնել։ Ես ոչ մի բանից չեմ վախենում, ինչից պետք է վախենամ։ Հետո ես երազ չեմ տեսնում վերկանամ իմ երազը պատմեմ։ Ոչ էլ պայծառատեսեմ, ոչ էլ ինչ-որ երևականությունների մեջ ընկնեմ, ինչ-որ սրան նրան լսեմ, մի բան ասեմ։ Ես լուրջ տարիք է, ես ուզում եմ Հայաստանը լավ լինի, որտեղ դուք էլ գիտեք լավ հնարավորությունը շատ է երկերը փոխելու, բայց ես չեմ գնում, որտեղ ես իմ Երևանն է ու Երևան ապականել եմ։ Երևանը շատ են ապական, Երևանը շատ անճաշակ գավառական բան է սարքել այդ անճաշակ շենքերով։ Այս կենտրոնը Երևանի Աբովյան, Թումանյան, Տերյան չպետք է տենց բարձրակ շենքել, այն Երևանի հին ոճը չկա։ Ովքեր են դրան կարել, անճաշակ
Ճարտարապետներ, որոնց վճարել են, իրանց ճաշակներն են թելադրել։ Տեսնում եք վարչապետի հրաժարականի կամ իշխանական ճգնաժամի նշաններ առաջիկա ամիսներին։ Ոչ։ Ինչ հարց հիմա կբարձրացնենք վարչապետին ինչ-որ բացասական բաներ ասելու, չի լինելու։ Խանգարողներ շատ կլինեն, այդ ինտրիգները, դեսինֆորմացիաները, շատ բաներ կլինի, դավաճանություններ իրա կողք, իրա լագեր, ես դա լագեր եմ համարում, իրա լագերում էլ կան դավաճաններ, որտեղ ազգի մեջ ահա որ բարձացել է գրոշամոլությունը, ես չեմ ուզում ասեմ փողամոլություն, գրոշամոլություն, այո, այն հուդային չմոռանանք 30 արծաթով, պաչիկներով, կեղծ, ես այս շարժումներից, որ հիմա տեսնում եմ, ես հիմա լավ եմ հասկանում, որ ով է հայրենասեր, ով հայրենասեր չի, այդ սուտ է այդ ամպագորգոր բառերը հայրենասիրությամբ, Ռուսաստանում ապրող հայերից էլ շատերը կան, որ հայրենասեր չեն, ինչի համար են իրան գալի ընտրում, գնում, որ իրանք ընդեղ են ապրում, իրանց էջ վեճը չի ստեղ ինչ կլինի։ Հայաստանի իշխանության ներսում տեսնում եք լուրջ պառակտում կամ ներքին պայքար։ Ներքին կա, այո, ներքին կա իրան, ես նորից եմ կրկնում, այս ինչ որ արվում է Կրեմլը, վարչապետի ընտրություն, այս վարչապետը մի կողմ թողենք, այն խաղաղության պայմանագիրը կնքելուց այս կողմ, ինքը անդադ այդ վատը անելու է, անդադ ամեն ինչ անելու, որպեսզի պետականությունից մենք զրկվենք, բայց դա չի լինելու, հասարակ բան եմ ասում, եթե վարչապետի օրոքը ու հենց վարչապետն է այս պետականությունը արել, ինչ էլ ասենց անցյալից խոսում են, եւ աստղերը ցույց են տալիս, մոլորակները ցույց են տալի, որ Հայաստանը գնալու է ծաղկունքի, իրա շնորհիվ, իրա միջոցով է այս ամենը արվում ու դեռ շարունակվել է շատ դրական բաներ եղել, շատ, այդ մանկապարտեզ դպրոցը ասфальտ, եկեք մի կողմ թողնենք, այնտեղ հիմնականը մարդկանց առողջության համար է, ես իմացա, որ երեխաներին էլ անվճար դեղորայք է տրվում։ Շատ դրական, բուհերում էլ է շատ բաներ լինելու, հատկապես այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն, լավ սովորում են, ուզում են սովորել, ի վիճակի չեն վարձերը վճարելու, անվճար է դա լինելու։ Այս պլյուս չի։ Տիկին Լույսիակա վտանգ, որ ընտրություններից հետո հասարակական լարվածությունը դուրս գա վերահսկողությունից։ Չեմ կարծում։ Գնալու է դրան։ Այդ Կրեմլը ամեն ինչ անել, ընդեղից հրամանա գալի ալեք ամեն ինչ, որպես սա փլուզվի, անելու են ամեն վատ։ Շատ մեծ վտանգ եք տեսնում։ Չէ, այդ ես կարդում եմ մեկ-մեկ վերնագրերը արունա թափվելու չէ։ Բայց իրար խփել կլինի։ Տիկին Լույսիակա մի բան, որ ձեր հաշվարկներում դուք տեսնում եք, բայց չեք ցանկանում հրապարակավ ասել։ Չէ, կասեմ ինչ ունեմ թաքցնելու։ Ինչ ունեմ թաքցնելու կամ վախենալու, ինչ։ Ես հիմա արդեն ոչ մի բանից ոչ վախենում եմ, ոչ էլ անհարմար եմ զգում։ Արդյոք Հայաստանի առաջիկա ընտրությունները, Տիկին Լույսիա, վճռորոշ են լինելու պետության ապագայի համար, թե դա պարզապես չափազանցված գնահատական է։ Չէ, ամեն ինչ դրական է գնալու։ Ամեն ինչ դրական։ Վճռորոշ է լինելու այս ընտրությունը։ Հասարակ էլեմենտար բան եմ ասում։ Եթե հիմա ցույց է տալի, որ 26 թվականը համարվում է հատուցման տարի, ապաշխարության տարի, 27 թվականը այդքան հանգիստ չի լինելու, ինչի համար, որտեղ ոտքան հիշում եմ հուլիսից է, Յուպիտերը կփոխվի, կլինի արդեն կույս համաստեղություն, որը նշանակում է կարգ ու կանոն, եւ այս ամեն ինչի ինչ որ կատարվել է վատը, բոլորը ջրերես է դուրս գալու, որտեղ հակառակը ձուկն է, որտեղ գնացել է անարդար գումարների վաստակ, որտեղ գնացել է փաստաթղթերի կեղծիք, օրենքի, հա մոռացածի, որ դատաիրավական համակարգն էլ է վերջապես մաքրվելու, վերջապես, շատ դժվար է լինելու, շատ վարչապետը մենակ է, իրոք մենակ է, ու ինքը ոչ մեկին չի լսելու։ Այդ ինչ է ոնց ու բան իր մեջը կա, այդ մեզ օգուտ է իմիջալից։ Տիկին Լույսիա, ընդդիմադիր ուժերը ասում են, որ վարչապետը միևնույնն է, ինչ էլ անի չի ընտրվելու, ու դուք տեսնում եք իշխանության անսպասելի փլուզման սցենար։ Ընդդիմադիր ուժերն ասում են ինչ էլ անի չի ընտրվի, ընտրվելու է։
Իսկ դուք Իրանք դիտմամբ են, իրանք լավ էլ գիտեն, բոլորն էլ գիտեն, որ վարչապետն է ընտրվել, բոլորը։ Այդ որը տեղին չէր են գոռում հրապարակում կամ իրանք գիտեն, որ ընտրվել է։ Այս մենակ այն մարդկանց ուղեղների հետ հիբրիդներ, այս այն մարդկանց ուղեղի համար են, որոնք այսքան են մտածում։ Հիմա ձեր կանխատեսումը եղավ այն, որ դուք ձեր կանխատեսումներում ասում եք, որ ինչ է լինի, ով ինչ է լանի, միևնույն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործող վարչապետը ընտրվելու է, դա եք ուզում ասել։ Այո։ Վերջնականապես ասում եք։ Վերջնական ասում են, որ ընտրությունը իր կողմն է լինելու ու Հայաստանը Սկզբում բերելու։ չեք ցանկանում բացել փակագծերը։ Բայց ի՞նչ կա բացելու, որ փագա, ի՞նչ է փագա, պարզ ասում եմ։ Ես տեսել եմ, որ գործող իշխանության, ոնց ասեմ, տոկոսները բալեն ավելի բարձր է, հա? Որտեղ եք տեսել։ Աստրոլոգիայով։ Իսկ երազում։ Ես երասներ ընդհանրապես չեմ տեսնում։ Ու ես երասը տենց սուտի փուտի ֆանտազոր բաներ համար լուրջ տարիքի մարդ եմ, ես տենց բաներ հետև չեմ գնում։ Էդ ինչ բան է։ Երազը ես գիտեմ ինչ է ինքը, ենթագիտակցության արտնացում է։ Ինչին ինչքան լարված ես, այդ բանը դու տեսնում ես։ Առհասարակ դուք հավատում եք երազներին։ Նայած երազն է, որտեվ իմ պատկերացմամբ երազը ես ուրիշ կերպ եմ պատկերացնում։ Մեկը կարող է երազում հաց տեսնասի սոված է, ես էլ կասեմ հոգևոր սնուցման դատարկություն։ Իսկ արդյոք գործող վարչապետը դեռ իր ամենաուժեղ շրջանում է, թե իր անկման շրջանն է սկսել։ Չկա անկում։ Իրամուտ եղել է անցած նախանցալ տարի, ավելի եղել է վատ դիրքավորում է եղել, որ իրամուտ իրոք շատ բան, որտեղ մահափորձմանել է եղել, ես գիտեմ, որ իր շաննել են թույնել, այնտեղ Բաքում շներ կան, ամեն ինչից տեղյակ եմ, շատ վատ բաներ եղել է, իրոք որ վայ հիմա կլինի ինքը դա անցավ։ Իսկապես։ Այո, եթե ինքը դա անցավ, որովհետև իրան պահում է իր մաման ու իր պապայի հոգին եւ տերը ու իր աղոթքները սաղմոսների։ Ինչի, որտեվ երկուսն էլ, որքանով գիտեմ մաման էլ քաղցկեղով է մահացել։ Ու վարչապետը եղել է 12 տարեկան, որ իր մաման, դա արդեն անցումային ցիկլ է, եւ իր պապան էլ, ինչքան հիշում եմ 3 տարի առաջ էր, էլի քաղցկեղ, դա նշանակում է ամբողջ այդ վատը ինչ որ կա, վերցրեցին իրանց վար գնացին, որ իրանց տղան ապրի, ոչ մի բանը հենց այնպես չի աշխարհում, ոչ մի բանը, ոչ վարչապետ Փաշինյանի, ոչ իր ծնողների, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ ինքը երբևիցե կլինի վարչապետ, ու այսքան բաներ կանի։ Ես միայն մի բան կասեմ, որ անցյալում եղել է, դա Ռոբերտ Քոչարյանն է, որը մենք իր ժամանակ շատ վատ ենք ապրել։ Ինչով ենք վատ ապրել, անօրենք ենք ապրել, վախով ենք ապրել, վախով։ Տիկին Լուսիա, դուք շարժվում եք։ Մենակ ես չէ։ Չէ, դուք նկատի ունեմ շարժվում եք ըստ աստղաբանական քարտեզների, թե անձնական Չէ, եթե տենց համակրանքով։ ասում եք, չէ, որ եթե քարտեզով նայենք Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան 16 թվականից դեռ Փաշինյանի անուն էլ չկար։ Այդ ժամանակվանից իրանց մոտ երևաց աստրոլոգիայով ասում եմ մյորթվի զոնա, մահի գոտի, մահացած գոտի, որ իրանք արդեն անցան այդ գոտու մեջ, իրանք վերջացավ իրաց դրանք, իրանք էլ չեն գալու առաջ։ Չէ, նկատի ունեմ, որ դուք ձեր կանխատեսումները անում եք։ Այդտեղ է դա ասում, աստրոլոգիան ասեմ մյորթվի զոնա։ Ըստ աստղաբանության եք անում, թե ըստ մարդկային համակրանքի։ Ես մարդկային խոսքերով չեմ լսում, ամեն մարդ իր կարծիքն ունի։ Ես ինչ որ աստղերը ցույց տվեց, որտեղ երկուսի մարսն էլ այդեղ ջրում ար գտնվում, կամ էր տալի իրանց մոտ։ Իրանք եկան, որպեսի Սերժ Սարգսյանի մոլորակներն ավելի ճիշտ բանով էին գնում հենց Հայաստանի համար, որտեղ նա այդ խեցգետին էր, որ տունտեղ հայրենիք սահմաններ։ Այդ էր, իսկ Քոչարյանը կույս էր, որ ինքը պետք է կարգի բերեր հատկապես շինարարական հարցերով բնակարանների, բայց հակառակն էլ ձուկն է, որ ավանտյուրա է նշանակում, օրենքների խախտում, ֆինանսական խաբում, այդ ձուկն է անում։ Տիկին Լուսիա, իսկ անդիմադիր քաղաքական դաշտում կա որևէ վարչապետի տեխնացու, որին ինչ որ ձևով համակրում եք։ Ես չեմ տեսնում տենց։ Ախր որ ասեմ չեմ Չէ, հետևում։ տեսնելը չէ, համակրում եք դուք։ Ոչ մեկին էլ չեմ համակրում։ Ոչ մեկին։ Ես համակրում եմ այն մարդուն ղեկավարին, ով որ զուսպ է։
ով որ չի գոռում, չնայած վարչապետի մասին շատ են, այնքան նենց ղժու, ով էլ լներ կղժար, չի դիմանում էլ արդեն։ Այդ ես գիտեմ իրան նշանից ելնելով այդ էմոցիաները կա։ Տրամպը չի գոռում, էլ էլա գոռում։ Իսկ Նա էլ է երկվորյակ։ իսկ ինչին չի դիմանում։ Քոչարյանը զուսպ ավելի կույս է, ինքը հողը ավելի հանգիստ է։ Իսկ ինչին չի դիմանում Տիկին Լուսիա։ Ով չի, այս ժողովրդի սանեցքներին ես չհասկանալուն, ես ընտեղ միտեղ լսեցի, այդպես որ ժողովրդի մեջներ, այն որ գյուղներ, ռայոններ չեմ հիշում, ասեց այսքան գումար եմ տվել, որ ճանապարհներ սարքեն ավտոբուսանին ու դպրոցեր թե ինչեր, այն մարդը գոռում է. Ես ինչի ես չես արել ինչ ես, ասում եմ դու տեղյակ ես, որ ես այսքան գումար եմ տվել դա, ասում եմ չէ տեղյակ չեմ, ասում եմ դու տեղյակ կլնես, որ ես Դուբայում տուն ունեմ, Իտալիայում տուն ունեմ, ստեղ ունեմ, այնտեղ ունեմ տուն, այդ ամեն ինչից տեղյակ ես, մի կին ինձ ասում է տես վարչապետն իր բերանով ասեց, որ ինքը ստեղ այնտեղ տուն ունի, այս հասկացողությունն է մարդու, ոնց որ ասել է ինձ եթե չընտրեք սեպտեմբերին պատերազմ կլինի, չի լինի այդպես բան պատերազմ որտեվ գիտի որ կտանեն պատերազմի, այո, մի բան բարձ անկեղծ ձեզ ասում եմ։ Ով կտանի պատերազմի։ Արեգ ջան, անկեղծ ասում եմ, ով էլ այս ղեկավարներից, որ հիմա կընտրվի, իրանց կարծիքով, որ ուզենա գա ընտրվի, ոչ մեկ Ղարաբաղը հետ չի բերի։ Իսկ կա մի տեխնացու, որ կկարողանա Ալիևի բերանը Նախ դեռ ժամանակը չի, այդ ժամանակը պետք է ամեն ինչ ունի ժամանակ։ Ալիևի բերանը փակող տեխնացու կա թե չէ։ Բայց ինչի՞ այդքան ես զարմանում, Ալիևն էս ասեց, այն ասեց, վարչապետը կամ իր կողքի մարդիկ բոլորը թուրք են, Ալիևն ինչ ասում է, ինքը անում է։ Սուտ է դա։ Չէ, Տիկին Լուսիա, ես կոնկրետ հարց եմ տալիս։ Բայց սուտ է։ Ասում եմ, կա որևէ տեխնացու, որը կկարողանա Ալիևի բերանը փակել։ Ես չեմ տեսնում այտենց բաներ։ Տես տեխնացու չեք Ինչ որ մեկը, որ պետք է Ալիևին ասի, սուսմնա բերանը փակի։ Ես Քոչարյանի ելույթը լսեցի։ Ապա ինչ է նշանակում, եթե չեք տեսնում, ինչի մեջ ենք։ Ես չեմ տեսնում մոլորակներով այտենց մի բան, այդքան համարձակություն կամ ինչ Քոչարյանին լսում եմ Պետրոսի մոտ, ասում է, եթե ես լինեի, ես ցույց տալի, ես մի զանգով պատերազմը կդադարեցնեի։ Հիմա մտածող մարդիկ ինչ է ուզում դա ասի։ Մի զանգով ինքը ում էր զանգելու, Ալիևին թե Պուտինին։ Հարց եմ տալիս, ում էր զանգելու, որ մի զանգով պատերազմը դադարեցնի։ Էս ինչ է նշանակում։ Հնարավոր է Մակրոնին։ Կարող է։ Այդ հարկավոր է իրան հարցնել։ Ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Էլ չէ։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում, ասեմ ինչի համար, որովհետև ես արդեն գիտեմ ինչից հետո ինչա գալու, մինչև 30 թվական։ Չնայած հստակ ինֆորմացիաներ տալ աստրալագիցկի հարկավոր չի։ Ինչու համար։ Որտեվ հենց 20 թվականից այս կողմ, հատկապես 25 թվականի վերջ, չէ, ներողություն, 24 թվականի նոյեմբերի վերջերից երբ Պլուտոնը փոխվեց, աշխարհում, ամբողջ աշխարհում անակնկալները շատ են։ Նախ ժամանակն է կարճացել 24 ժամ չի։ Երբեք հստակ չես կարող ասել, այս ինչ օրը, այս ինչ թվին, ասենց բանալ լինելու, դա չի լինելու։ Անսպասելի դեպքեր շատ կա, շատ։ Արի վանու շեղանակ, մեկ էլ ամպրով ու կայծակ ու ինչա, կարկուտ։ Տիկին Լուսիա, Հայաստանում ընտրությունների պատճառով տեսնում եք դավադրություն։ Դավադրություն, այո, դավադրություն կա։ Վտանգավոր դավադրություն է։ Այդ ինչ լավ բան է, 44-ն էլ էր դավադրություն։ Կեղծիքներ շատ է լինելու, որտեղ սկսվել է արդեն պարզ երևում, այդ ընտրակաշառքներն այդ ինչ է։ Ես լսեցի անցյալ օրը, որ մի դպրոցում էր շրջանում, ընդ վերանորոգելուց թռուցիկներ այդ բաներն են գտել, թերթիկներն են գտել հագին դրած, որ պետք է լցոնեին։ Իսկ տեսնում եք արտահերթ ընտրությունների հավանականություն։ Չէ։ Ես տեսել եմ, որ գործող իշխանությունը դրական է գնում, ասել եմ դա մի անգամ նորից կրկնեմ իմացեք։ Եթե ուզում ենք իմանանք այս երկրի վիճակը, յուրաքանչյուր երկրի վիճակը ինչպիսին է լինելու, անկման է գնում, ծաղկման է գնում, լավ է, վատ է, ինչը, նայում են գործող պրեզիդենտի, նախագահի կամ վարչապետի կառասկոպը։ 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին, 25 թվականին, 26 թվականին, 27 թվականին, 28 թվականին, 29 թվականին, 30 թվականին, 31 թվականին, 32 թվականին, 33 թվականին, 34 թվականին, 35 թվականին, 36 թվականին, 37 թվականին, 38 թվականին, 39 թվականին, 40 թվականին, 41 թվականին, 42 թվականին, 43 թվականին, 44 թվականին, 45 թվականին, 46 թվականին, 47 թվականին, 48 թվականին, 49 թվականին, 50 թվականին, 51 թվականին, 52 թվականին, 53 թվականին, 54 թվականին, 55 թվականին, 56 թվականին, 57 թվականին, 58 թվականին, 59 թվականին, 60 թվականին, 61 թվականին, 62 թվականին, 63 թվականին, 64
Եղել է վարչապետի կառասկոպը, որ լավ չեղել, լավ դիրքեր չի ունեցել։ Հիմա այս 25 թվականի ծեսկում դանդաղ գնում է դեպի դրականի։ Ոչ մի վատ բան այնտեղ չի երևում։ Նշանակում է Հայաստանի վիճակը վատ չի լինելու։ Ես խոսում եմ Հայաստանի մասին։ Եթե վարչապետի Փաշինյանը տեղը լիներ Պողոսյան Բագրատը, օրինակ, ուրեմն ինքն էր տանելու դա, ով որ հիմա բերել է խաղաղություն։ Տիկին Ով Լուսիա, որ Հայաստանում շատ բաներ փոխել է դեպի դրականի։ իսկ կա քաղաքական գործիչ, որի մասին տեսնում եք շատ ծանր ճակատագիր, բայց անունը չեք համարձակվում տալ։ Արեգ ջան, ես նորից եմ կրկնում, ես ոչ մի բանից չեմ խուսափում։ Ընդհանրապես, եթե լինի ինչ-որ մի բան, որից ես խուսափում եմ ասել, ես չի կա տենց բան, ես կարող եմ բարձ ասեմ։ Ես գիտեմ, որ ինձ Նիկոլական են ասում։ Շատ անգամ ես լռել եմ, ես կենտրոնամետ եմ, միշտ ասում եմ, այնքան տուպոյ ու դունդուկ են այդ թիմաները, որ ես գնում եմ եկեղեցի Նիկոլին այնտեղ վարչապետին տեսնում, ասում ես ես քաղաքական գործ չեմ, բան չես գնացել, լավ եմ արել։ Իսկ Ես 15 տարի եկեղեցի եմ գնում։ Կարող է ես այսքան ժամանակ վարչապետի sense մոտ չեմ տեսել, ուզում եմ մի անգամ մոտ տեսնեմ, ասեմ, տղա ջան, մի հատ քեզ թափ տուր, որտեվ ինքն տղայի տարիքին է։ Ես կարամ իրանը տենց իսկ ինչու են նման ձևով ձեզ պիտակավորում։ Ես շատ վատ եմ լինում, որ անդաստիրակ գավառացիք ու գյուղացիք, տգետ գեղացիք կարան վարչապետ շատ վատ խոսեն։ Ոստիկանից շատ վատ խոսեն, ինչ որ ղեկավարից շատ վատ արայով խոսեն, գոռան վրա։ Էս ուր է հասել ազգը։ Այս վարչապետն է մեղավոր, ոչ այդ մարդու դաստիարակությունն է։ Միգուցե Բացի շատ եք թողիա։ Տիկին Լուսիա, միգուցե շատ եք համակրում վարչապետին դրա համար են այդպես։ Ոչ մեկին չեմ համակրում, չեմ էլ համակրել, բացի իմ տղաներից։ Չեք էլ սիրում։ Ընդհանրապես ում եմ սիրում, ես ոչ մեկին, ոչ սիրում եմ, ոչ համակրում եմ։ Ես մարդ եմ նայում, մարդ, որ ինքը բարի մարդ է, իր հակասություններով լսված, ու ինքը իրոք հայրենասեր է, ով ինչ ուզում է ասի։ Ես տեսել եմ իր մոլորակներին, չէ որտեղ է, իրան ինչա բեր, նա դավաճան չի, նա հողեր չի ծախել, այդ ասում, այդքան զոհեր, 100,000 անգամ ամեն տեղից ասին 500,000 չեղել, էլի կպնում են 5,000, 5,000, 5,000, էս էլ է հիբրիդների Դուք տեսել եք սարքած աստրաբանական քարտեզում քանի զոհ է եղել, Տիկին Լուսիա։ Չէ, տենց բաներ ես չեմ նայում։ Բայց վստահ գիտեք, Չեմ կարող, տեսել եմ, որ զոհեր կան, ու ամենասկզբից է տեսել եմ, որ դա դավադրություն է։ Իսկ դուք գիտեք Բայց իրականությունը։ ամենասկզբից այդ ժամանակ պատերազմը, որ 20 թվականին եղավ, ես շատ եմ եթերով ասել, պատերազմ չի լինի, բայց պատերազմը տղամարդու համար է։ Ու ինձ մեկը մի տաղավարում, ես ուզում էի ասել, որ պետք է լինի, ինքը ինձ զգուշացրեց, հանկարծ բանակին չկպնես, հանկարծ բերանը չբացես, հանկարծ չխոսես։ Չասես, որ լինելու է, ասի, բայց հետո կասեն, ես սուտ եմ, ասում է, թող ասեն, ոչինչ։ Ու ես չեմ ասել, որ լինելու է։ Բայց շատերը հասկացան, ինձ անդադ ասում են, ինչ էիր ասում պատերազմը տղամարդու համար է։ Տիկին Լուսիա, իսկ եթե հիմա դուք ձեր կանխատեսումներում սխալվեք, Սխալվեմ այն առումը, որ ասում եմ ինքը կընտրվի, բայց չի ընտրվի, ձեր ամբողջ խոսացածի մասով կասեմ ներողություն։ Ուրիշի չասեմ։ Հանցագործություն եմ անում։ Փաստը մնում է փաստ, եթե մի բանը սխալ, ես մարգարետ չեմ ու 100% անոց չեմ, ոչ մեկ 100% իսկ չէ։ եթե մի բան Ես էլ չեմ հավատում այն աստրաբաններին, որ ասում են ինքը այս ամսյութին պետք է մեռնի, ամսյութին պետք է փախնի, չգիտեմ ուր, ընդ մի հիմարի մեկն էլ խեղկատակ, ես անունը դրել եմ խփնված, ասում է հիմա պետք է ինքը գնա սեռափոխություն արի կնոջ հետ ու երկիրը փոխի։ Ես հավատամ այդ աստրաբանին, ով սեռափոխություն անի։ հա? Ով անի սեռափոխություն։ Մի հատ բան է, վարչապետը պետք է սեռափոխություն անի, երկիրը փախնի։ Էլ ինչա սեռափոխություն ան, թող անգիստ գնա։ Այդքան գնում է այս կոմենտում, թող գնա ու էլ չգա։ Դա ինչպես են իմացել Տիկին Լուսիա, աստրաբանական քարտեզներով են Ես չգիտեմ ինքը ինչով է նայում, այդ են երազ տեսնողն է, ինքը երազ է տեսնում։ Բայց դուք բոլոր Ու ինձ էլ աստրաբանները ասում է մի քանի հոգի, իմիջալոց իմ տղենից զգուշացրել էր, ասում էր ինչ ասում ես ասա, ոչ մեկին մի բան ասա։ Ոչ մի ասա, որ քո մասին էս են ասել, են ասել։ Ինձ ինչ ասում են, ես գիտեմ ինչ են ասում, դա ինձ բացարձակ չի հուզում։ Բացարձակ, որ ինքը միջև անգամ ասում էր, որ ես աստրաբան չեմ, թող ինքը լինի աստրաբան, ու ինքը երազ տեսնի, որ Վարդան Մամիկոնյանն իրան եկել ասել է, ազգը փրկի, որ
մատենադարանը քանդվում է, հիմա պետք է քանդի 3 տարի, թե 4 տարի առաջ ասել է մատենադարանը պետք է քանդի վարչապետ, ինչի չի քանդել։ Ալիևը հիմա պետք է գա Սևանը վերցնի, Երևանը վերցնի, ինչի չի վերցրել։ Այդ այն մարդն են, որ ասում է վարչապետը սեռափոխություն անի, երկիր փոխի, ու իրան լսում են մարդիկ, ու դա աստղաբան է։ Ուզում եմ իմանալ այդ աստղաբանը, որ նման բան է ասել, դուք բոլոր աստղաբաններդ նույն քարտեզներից չեք օգտվում։ Ես էլ եմ ասում, այնքան եմ այդ հարցը Ալվարդ հետ Դուք խորհրդակցել։ չեք տեսել այդ հարցով։ Ոչ, չի լինելու։ Հիմա որ մի քանի օքի ասում են ամսի 8-ին փախնելու է։ Ես ասում եմ չի փախնելու, որտեղ ես չեմ տեսել այդպես բան։ Իսկ ըստ Միգուցե ձեզ, լավ չեմ տեսնում։ իսկ ըստ ձեզ փախնելու ճանապարհը ո՞րն է լինելու։ Որ ինչ։ Փախնելու ճանապարհը ո՞րն է լինելու։ Ուրիշ երկիր պետք է գնա, փախնի, չգիտեմ ուր է գնալու, բայց այդ իրանց ասելով իրանց հարկավոր է հարցնել։ Որ ասում եք այդ ոնց է որ բոլոր աստղա, ախր մի քանի հատ են կա աստղաբան, շատ չեն կա Ռուսաստանն ման որ ասես։ Որ նույն մոլորակով նայում են, այդ ոնց է Ալիևը գալիս է Երևան, ես չեմ տեսնում որ գալիս է Երևան։ Որ Գորիս ինչ սահմաններ է տալի, Զանգեզուր է տալի, Մեղրի է տալիս, ես դրանք չեմ տեսնում։ Բայց Իրանք դա տեսնում սպառնալով են։ ասում է Տիկին Լուսիա։ Սպառնալով ասում է եւ պահանջում է։ Է թող ասեն, բայց չի լինում տենց բան, բայց ինչքան ժամանակ ասում են։ Իսկ ինչքան ժամանակ պետք է դեռ ասի։ Բայց չկա տենց բան, հիբրիդներ, ամբողջ հիբրիդների մանիպուլյացիան, ինֆորմացիաները տարածվում է մեր երկրի վրա, որպեսզի ժողովուրդը վախի մեջ մնա ու ասի վարչապետը դավաճան է, վերջ։ Ու էմիգրացիաներ չի լինելու, ամենից կարևորը։ Հետ են գալու շատերը։ Արդեն ես տեսնում եմ ինչքան մարդ է գալիս, ամեն տեղից հետ են գալիս շատերը, որտեղ գալիս են տեսնում են, որ մեր հողը լավն է, ու պետք է կան զբաղվեն հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, գինեգործությամբ, որը եղել է մեր ազգին։ Ու տեսեք ինչքան լավ է լինելու։ Ես ինչ եմ ասում, որ շատ օտարազգիներ կգան Հայաստանում, կբնակվեն, տներ կառնեն, աշխատանքներ կտնեն, փող կլծվի Հայաստանում։ Ինչի են գալիս, եթե իրանց երկրում լավ է, որտեղ այնտեղ լավ չի լինելու։ Ու բոլորը կտեսնեն, որ միայն Հայաստանն ավելի ապահով ու լավ։ Ես լսում եմ շատ կուսակցականներ, որ ասում են Հայաստանում սով է սպասվելու։ Չի լինելու նման բան։ Սով չկա Հայաստանում։ Ռուսաստանում կլինի, որտեղ արդեն սկսվել է այնտեղ, ամեն ինչը թանկացում է գնում, վարչապետը չի թանկացնում, ամբողջ աշխարհն է գնում թանկացում։ Էկոնոմիկայի անկումը կա, ամեն տեղ այդ հարկերը բոլոր տեղերն էլ թանկացումն է։ Ոնց կլինի այն ամբողջ երկրները, որտեղից ապրանք ենք տանում, բերում, ստանում, այնտեղ թանկ լինի, մեզ մոտ էժան լինի։ Գյուղացին էլ է թանկացնում, տաքսին էլ։ Անձրևա գալի թանկացնում է, խցանում է, թանկացնում է, օրվա մեջ մի քանի հատ գին է, մեկ լինում է 700 դրամ, մեկ էլ դառնում է 2000 դրամ։ Ինչի՞ ես թանկացնում այդ տղաչան։ Ասում անձրևա գալիս դրա համար, Չիպալինոյի մուլտիկի նման։ Տիկին Լուսիա, առաջիկա ամիսներին որևէ վտանգ տեսնում եք։ Ոչ արեք ջան, վտանգ չկա Հայաստանում, բախումներ կա։ Բախումները ինչպիսի հետևանքներ։ Բախումները այդ կաշառակերները, ովքեր հրամաններ ունեն վերևից Կրեմլի կողմից, որպեսզի ովքեր որ ընտրոնելու են վարչապետ, այդ դրանց մեջ բախում է գնալու, դրանք հայրենասեր չեն, ով առաջինը ձեռք բարձրացրեց հայի վրա, հայը, այդ կուսակցությունները որ կան, ով ձեռք բարձրացրեց, ով խանգարեց, հենց ինքը դավաճան է, ու ինքը կստանա պատիժ, որտեղ Սատուրն մոլորակը գործում է շատ ուժեղ։ Նման վտանգ տեսնում եք։ Հա, բայց քան ասում են բախումներ է լինելու։ Ուժեղ բախումներ։ Արյուն չկա տենց, որ սենց արյան գետեր պետք է հոսի ոնց որ եղավ մարտի 1, դա չկա, որտեղ ղեկավարությունը դա չի թողնի։ Ես միայն մի բառ ասեցի, ոստիկաններն են մեղք։ Ոստիկաններն են մեղք, որտեղ առանց հասկանալու ոստիկանները հրաման են կատարում։ Ինչ եք ուզում հասկացնել, Տիկին Լուսիա։
այդ բախումներից ոստիկանները չեն թողնի, այ ոստիկանների վրա կարող է հարձակվեն։ Այդ հարձակվողներն էլ գիտեք ովքեր են։ Զոհեր Նարկոմանները։ Տիկին Լուսիա, զոհեր տեսնում եք։ Զոհեր չէ։ Զոհեր հայել կա, անընդհատ զոհը կա։ Այնա երիտասարդ տղան իրան կամրջից գցեց, ինչա գցել։ Չէ, նկատի ունեմ բախումների հետևանքով։ Դա չէ։ Վիրավորներ կան, էլի, դա խփում են, կապտաստում են, արուն են բերում, չանգրում են, քերում են, ձեռքու ոտ են ջարդում։ Ես չեմ տեսել նման բաներ, որովհետև հիմա հունիս ամիս դեռ հլելի կգնա վարչապետի քարտեզը, ես Փաշինյան չեմ ասում, վարչապետ եմ ասում, որտեղ երկրի ղեկավարն է, գլուխն է։ Այ քարտեզը դրական է գնում, բոլորը դրական դիրքերում են գտնվում։ Եթե դրական է, նշանակում է երկիրը գնում է դրականի։ Եթե ինքը հիմա հիվանդանա, ընկնի, ինչ որ վատ բաներ իրան վատ ասպեկտներ ցույց տա, երկին էլ այտենց կլինի։ Յուպիտեր մոլորակ գոյություն ունի, հետո վարչապետի Մարսը խոյում է, որ Սատուրնի հետ է դա հենց տալիս է իր առաջնորդ լինելը, առաջ գնալը, հոտիներ հետև տանելը, խոյի հետևից հատկապես ղեկավար առաջնորդը, չէ ինքը, հետևից միշտ դավաճաններ լինում են, որտև նախանձում են խոյին, ինքն Զալատո Ռունոնը, ոսկե գեղն է, նախանձում են չարը, որտև ինքը ասում եկեք ես ստանում եմ ճիշտ ուղի, բայց այն հետևի կանգնած մարդիկ ասում են չի, ես ուզում եմ գնամ այնտեղ, այն մի տեղից գնամ խոտ ուտեմ, որտև այնտեղ իրան խափում են այդ խոտով։ Ես հրեական մի հատ լավ առակա, ես շատ անգամ եմ այդ առակա ասում, հիմա էլ եմ նորից ուզում հիշեցնել, որտև ես քո եթերից դա չեմ ասել, հիմա ասում եմ էլի մի շատ հարուստ մարդ հնում իհարկե, այդ հարուստ մարդիկ միշտ խալաթ են, այտենց բառը խալաթ են հագնում, փայլուն, ոսկեզոծ թելերով սարքած, գործած ու մատանիներով։ Մի աղքատ մարդ գալիս ասում է, ինչ անեմ, որ ես հարստանամ, ինչ անեմ, այդքան աշխատում եմ ու ոչ մի օգուտ, ասում է գնա այն նախերի մեջի ամենագեշ, կեղտոտ, կովի ճակատը պաչի։ Ու քեզ մոտ ամեն ինչ լավ կլինի։ Այս մարդը գնում է տենց ինքն էլ կեղտոտվում ամբողջ, տենց անում է, պաչում է, մի քանի օր անցնում նորից գալ ասում, արեցի ոչ մի բան չստացեց, էլի նույն աղքատն եմ ես։ Ասեց, որտեղ դու սեփական խելք չունես։ Երբեք չլսես ու չհավատաս խալաթով ու ոսկեղենով հագած մարդուն։ Ինքը հարուստ լինելով այտենց է ասում։ Մենք ում ճակատն ենք պաչում, ամենքը դուք ձեր ճակատը պաչեք ու ձեր հավատքը վերև ունեցեք ու լավատեսերեք եղեք, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։ Ես գիտեմ, որ վարչապետը սխալ բաներ շատ արել է, իր էմոցիաներն են, իր հակասությունն է, այն ժամանակ անդադ ասում են խափեց ինչի, բայց սրան չի բռնում, նրան չի բռնում, հիմա հերթով կսկսի բռնել, որտեղ ցույց է տվել կալանքները, մոլորակները, ցույց տվեց ու լուսնային հանգույց կա, որը հիմա ձկան մեջն է, որ օրենքն է, հոգևորականներն են։ Տիկին Լուսիա, քանի տարի է ասում եք, որ այդ թալանչիներին բռնելու են, բայց ձեր կանխատեսումները ուշ է իրականանում։ Ոչ չի լինում, որ հեսա լինում է։ Լինելու է։ Բայց ես ժամկետ եմ ասել ամսի 1-ին կբռնեն։ Ես 20 թվականից ասում եմ, բայց ավելի շատ sense ակտիվ խոսում եմ 24 թվականից։ Ու տարին ընդհանուր վերնագրով ասում եմ 26 թվական հատուցման տարի, ապաշխարության տարի, այսինքն ով իջ անցյալու մարելը, անցյալը անհատական գարասկոպից են ասում, քանի տարվա անցյալը։ Հիմա այս տարի այդ ամեն ինչը դուրս է գալի ջերերից ու մարդիկ եթե չապաշխարեցին, լավ բան, ճիշտ բան չարեցին, իրանք ունեն պատիժ։ Սա շատ եմ կրկնել, պատիժը մեկին ֆիզիկական է, դրանք հիվանդություններն են, պատիժը նյութականի կորուստն է, որը հիվանդ ցավ է տալի այդ մարդուն։ Իսկ 27 թվականը կարգ ու կանոնի է։ Կույսը ինքը մակրող է, զտող է համարում, Յուպիտերը կույս է լինելու, դա դրանից է, դա էլ հուլիսից է սկսվելու։ Հիմա հուլիսի 1-ից Յուպիտերը առյուծ կմտնի էլիտար շրջանն է սկսում, բոլորն իրենց ցույց են տալու, բեմի վրա են լինելու բոլորը։ Այդ դերասանների, արվեստագետների, սպորտսմենների համար լավ շրջան է սկսվելու։
ովքեր երեխա չեն ունեցել կունենան, ընտանիքների ամրացում են տալի, բայց ոչ բոլորին ինչ առումով, եթե կինի իր տղամարդուն կհարգի, կգնահատի, կբարձրացնի, որտեղ հայր կերպարն է սկսվելու։ Հիմա մի ընտանիք, որ իրար տանխ, հետո խաղամոլություն, չմոռանամ, այդ ամեն ինչ չլինի, կասեն սխալ եմ ասել, քեզ կարգին պայես կարգին կլինի։ Միանգամից դա չի լինի, ու հա մի բան էլ սահմանադրություն էլ պետք է փոխվի, որը որ շատ ճիշտ է համարվում, բայց ոչ թե Ալիևի ասածով է, էդ էլ է հիբրիդ, ինչքան դրսից ինֆորմացիաներ է գալի, բոլորը հիբրիդային են, այդ պատերազմն է ինֆորմացիայի, ես չեմ հավատում դրանց ու շատերին եմ խրատու խորհուրդ տալի, որ մի կարդացեք ոչ մի բան, դուք իրականը տեսեք, ձեր սրտի ձայնին լսեք ու տեսեք ձեր շրջապատի ինչա կատարվում։ Ու այս չարությունը ոչ ոք չի բերել ձեր մեջ, դուք ինքներդ այդպեսին եք ու բացվել է դա։ Դա երևում է ձեր դեմքը, որտեղ մենք ծայրահեղ ազգ ենք։ Մենք նակ էքստրեմալ պայմանների ազգենք, այմ ասենց իրար գզում ու տուտում են ինչ են, բայց հանկարծ մի հատ շատ վատ բան լինի, երկրաշարժ աստված ոչանի, փլուզումներ, բաներ, ինչ որ շատ վատ բան, այսենց իրար ուտող ժողովուրդը նենց է իրար սպայկա լինելու, նենց է իրար մեջ կանգնելու, փոսի ծնկածին ձերքով քաշելու է 500 լվա կլինի, մենք այս մարդն ենք, դրա համար որ ասում ենք չարնենք, այդ քո մեջի լեզուն է, այն քո մեջ են Հիսուսիկն է, որ դու իրան ցավ ես պատճառում։ Ինչ է այսքան հիվանդությունները, ինֆարկտներն, ինսուլտները շատացել։ Քաղցկեղը շատացել։ Դա քո ներսինն է։ Մի չարացեք։ Ով Հայաստանը սիրում է, հային սիրում է, որ ուզում ենք մենք խաղաղ ապրենք, որտեղ օդը մաքուր է, արևը կա, տեսեք անձրևներ ու կարկուց կսեց, դա հենց այնպես չի։ Ստեփանավանը, Աբարանը, որտեղ բոլոր շրջանները լինում եմ ես ամեն կիրակել, որ մի տեղներ չեմ հիշում, թող վատ չլեն, այնտեղ լավեր էլ կան, ես տեսել եմ, բայց դավաճանական բաները այնտեղ գնում, դավաճանական կարկուտը խփեց։ Էլին տեղ, հեսա դեպետը կգժվի ափերից դուրս կգա, դա լորինա, ալավերդինա, այնտեղ էլ ես գիտեմ Միշսևի մասը, իրանց մարզպետը, քաղաքապետը չգիտեմ, բայց հրաշալի տղա ու աշխատող։ Որտեղ որ իրոք հայրենասիրություն են, իրոք սրտանց են, իրոք անկեղծ են, իրոք գռոշամոլ չեն, այդտեղ լավ է լինելու այդ շրջանում։ Իսկ որտեղ որ գռոշամոլներ կան ու հանուն ինչ որ մի բանի, բայց ոչ Հայաստանի ու չեն մտածում անցյալ, այդտեղ կարկուտը կխփի։ Այդտեղ փլուզումներ կլինի, այդտեղ ջրհեղեղներ կլինի եւ իրականից կարկուտը կխփի։ Դա ուրեմն գնացեք մտածեք, ինչի կարկուտ եկավ ձեր կտորին, ինչի ձեր ապակին ջարդվեց, ինչի ձեր մեքենաները կարկուտը վնասեց։ Գնացեք լավ մտածեք ու ինքներդ մտածեք, ով է ճիշտ ընտրելու համար, բայց ինչքան էլ մենք ինչ որոշենք, տեզերքը ինքն է որոշելու, հիմա բոլոր մոլորակներով բաց շրջանը գնում է ու տեզերքը ինքը չեմ ուզում պատե Աստծուն տալ, որտեղ Աստծո կողմից է այդ ամեն ինչը, ով իրոք պետքա որ այս Հայաստան այս վիճակից հանի, ստրկական վիճակից դուրս գա, հենց նա էլ ընտրվելու է, ով որ ընտրվեց ինքը օրհնված է լինելու մեր Հայաստանի համար, որտեղ իրոք այո Հայաստանը պետք է օրհնված լինի, օրհնված, որտեղ այդպես կա, ու ձեր բերանները մի մխտրեք, ու այդ ես այդ բառն ուզում եմ ասեմ, այդ ֆանատները, որ սուտի փուտի խաչերը կախում են, տերտերի ձեռ են պաչում, մոլագարները, դրանք վտանգավոր են, ահա որ մի քիչ ուղիղ նայեք կյանքին, ոչ թե ցենց խողովակի միջով նայեք, մի հատ ռեալ նայեք, իրական նայեք, առողջ նայեք, որտեղ կա արև։ Մի քանի օր արևանուշ եղանակ էր, հիմա տեսեք այսօր ամպերը ոնց են գոռացել։ Ոնց ինչ որոտ տեղավ, վերևից ցենա տալու ուշքի եկեք հերիքա իրար վատ բաներ անեք, ամենահեշտը վատություն անելն է։ Ինչքան կարաք լավություն արեք, որտեղ ջան ու չորը 3 տարը։ Ինչքան կարաք իրար ջան ասեք, ջան կասեք, ջան կլսեք։ Աստված օրհնի մեր ազգին, թող ամեն ինչ արդարության կողմը լինի։ Ես ոչ մի բանից երկյուղ չունեմ, ինչ ուզում եք փնովեք ասեք, դուք ձեր բերանն եք մխտրում, ամեն ինչ կլինի, կտեսնեք ու այդ գուշակ մուշակ չգիտեմ ինչերին մի հավատացիք, ինքներդ ձեզ հավատացեք, այսքան։
Ստեսություն։